Տնտեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագծով ներմուծվում է ներքաղաքական կյանքին միջամտություն իրավական հասկացությունը առանց տվյալ եզրույթը օրենքով բնութագրելու եւ սահմանելու։ Քիչ առաջ դարձյալ փաստվեց, որ այն շատ լայն հասկացություն է, իսկ թե որ արարքը կամ գործողությունն է որակվելու որպես Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտություն որևէ դրույթով սահմանված չէ։ Նախագծի մի շարք հոդվածներով սահմանվում են պարտականություններ, անգամ տուգանք է սահմանված տվյալ արարքի համար նվազագույն աշխատավարձի 500 պատիկի չափով։ Հարց. Ինչպես եք սահմանում պարտականություն առանց տվյալ իրավական վիճակի բովանդակային բացահայտման։ Ով է այն որակելու եւ բացահայտելու որպես այդպիսին, պարզվում է ՀՌՀ-ն։ Իրավունք ունեմ կասկածելու, իհարկե այո, որովհետև բացառապես իշխանական քվոտայով ընտրված ՀՌՀ-ն չունի անկաշառության, օբյեկտիվության եւ վստահելիության ցանկալի մակարդակը։ Ըստ էության սանկցիայի կիրառումը կախված է ոչ թե օրենքից, այլ այն կիրառողի սուբյեկտիվ ընկալումից։ Սա ոչ թե կարգավորող, այլ պատժիչ գործողություն է, հերթական ռեպրեսիվ գործիքակազմն է ամրագրվում օրենքով, հակասելով սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին եւ ընձեռնում է հետապնդումների իդեալական հնարավորություն։